Գործարար Սամվել Կարապետյանի որդի Սարգիս Կարապետյանը քիչ էր մնում Հայաստանում սեքսուալ հեղափոխություն իրականացնելու իդեոլոգ դառնար։ Եռանկյունի կոչվող ոդքասթում նշելով, թե Սամվել Կարապետյանի խոստացած ուժեղ Հայաստանում չեն լինելու չբավարարված կանայք։ Ընդհանուր այդ հարցերը կուրացիա անելու սեքսի նախարարություն հիմնելու գաղափարն էր քննարկվում հիշյալ ոդքասթում, որի հյուրը սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն էր։ Հենց նա էլ ի դեպ, այսպես ասած, չբավարարված կանանց թեման մասնագիտորեն շոշափելով որոշ վիճահարույց մանիպուլյատիվ նկատառումներ հայտնեց։ Ոդքասթը վարող մեր ձևովական ուժեղիցներին ստիպելով կանանց թիրախավորող դիտարկումներ անել։ Կանանց սեռական կյանքի որակին վերաբերող կրտսեր Կարապետյանի ռոմանտիկ զեղումները նկատենք համացանցում մեծ աժիոտաժ առաջացրեցին, պարսավանքի սյունին գամելով կին, երեխաներ, քույր, մայր, իգական սեռի բազմաթիվ հարազատներ ունեցող բավարարված մաչոյին։ Այն աստիճան, որ վերջինս հանդես եկավ մեղայականով, որում սակայն նորից թիրախավորեց կանանց, թե քֆուր տվող կինը նորմալ է։ Չգիտենք Սարգիս Կարապետյանի դաստիարակությամբ ով է զբաղվել, ով է բացատրել «Что такое хорошо и что такое плохо», բայց ակնհայտ է, որ դաստիարակությունն այս մասով որոշակի բացեր ունի։ Այլապես որդի Սարգիսի համար պարանորմալ կհամարվեր ոչ միայն քֆուր տվող, այլև վիրավորող, անիծող, պիտակավորող, դիմացինի արժանապատվությունը նվաստացնող մարդարարածն ընդհանրապես առանց սեռային խտրականության։ Քֆուր տալով կամ ասենք վիրավորելու միջոցով արտահայտվելը օրվա իշխանությանն ընտրած ժողովրդին նաև նախիր, ժեղ, զոմբի, պարզվեց նաև սեռական առումով չբավարարված կոչելը ինչ խոսք մարդու ընտրությունն է, որը ենթադրում է պատասխանատվություն, ներողության կամ պատժի տեսքով։ Օրինակ, երբ Սարգիս Կարապետյանի հորեղբայր Կարեն Կարապետյանը տարիներ առաջ համբալ անվանեց Հայաստանի քաղաքացիներից մեկին, դա հեչ նորմալ չէր, նույնիսկ պարանորմալ։ Բայց դա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի ընտրությունն էր։ Այստեղ ոչ նորմալը կամ աննորմալը հատկապես այն էր, որ մարդուն նման կերպ բնորոշելու համար ձեծ Կարենը պատասխանատվության չկանչվեց։ Երևի այն պատճառով, որ ՀՀԿ-ի օրոք նորմալ էր մարդուն համբալ անցալելը, որին կարելի էր գնել ընտրակաշառքով, կեղծել նրա քվեն, ուզուրպացնելով վերջինիս պատկանող իշխանությունը։ Ձեծ Կարենի դեպ ղեկավարում էր մի խմբակցություն, որի падգամավորներն աչքի էին ընկնում վիրավորանքի, հայհոյանքի, սպառնալից խոսքի նկատմամբ առանձնակի թուլությամբ։ Քաղաքական քֆուրոլոգիայի քրեստոմատիայում իրենց ուրույն տեղը գրաված ականավոր քֆուրչիներից էին օրինակ Շմայսը, Առաքել Մովսիսյան, Սաշիկ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի եղբայրը, Վարդան Այվազյանը եւ այլն։ Իրեն համացանցում առարկողներին քֆուր չէր տալիս, բայց նրանց աչքերը հանելու եւ լակոտ որակելու հարցում աչքի էր ընկնում ՀՀԿ-ական կին падգամավորներից Շուշան Պետրոսյանը, դե իսկ նախագահի աթոռը զբաղեցրած Սերժ Սարգսյանն ու երիտ ՀՀԿ-ականներից ոմանք տարիներ առաջ զբաղված էին իրենց քաղաքական անդիմախոսներից մեկին պուբլիչնի փչացնելով, նրան անվանելով քաղաքական չարիք, քաղաքական հիվանդություն, կոլբայի մեջ գտնվող հրեշ եւ այսպես շարունակ։ Թե նմանատիպ խոսույթը ինչի հետևանք էր, սեռական թե այլ պահանջմունքի չբավարարման, ասել չենք կարող, բայց փաստ է, որ նման արտահայտչակերպը սնուցում էր երկրում ձևավորված գաղջ մթնոլորտը, որից այդքան բողոքում էր այդ մթնոլորտի թիվ 1 պատասխանատուն։ Սարգիս Կարապետյանին առաջարկում ենք արդ հերթագրվել, այս երեկո գնալ Սերժ Սարգսյանի կեցավայր ու նրան հարցնել։ 2021 թվականի քարոզարշավի ժամանակ, երբ վերջինս հայհոյախոսում էր Նիկոլ Փաշինյանի հասցեին, նորմալ էր, նկատի ունենք սթափ էր, թե հոգեմետ որևէ դյութի ազդեցության տակ, իսկ գուցե սրբություններ չունենալու հարուցած անբավարարվածությունն էր բարբառում մերժված նախագահի շուրթերով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։